Արփի Գաբրիելյան և Միհրան Ծառուկյան զույգը մի քանի տարի հարաբերությունների մեջ էր։ Սակայն իրենց հարաբերությունների մասին հայտնեցին հրապարակավ միայն երգչի մենահամերգի ժամանակ, երբ Միհրանն ամուսնության առաջարկություն արեց Արփիին։ 2019 թվականի նոյեմբերի 17-ին Արփին ընդունեց Միհրանի ամուսնության առաջարկը, իսկ նույն տարվա դեկտեմբերի 14-ին զույգը պաշտոնապես ամուսնացավ։ Նրանք պսակադրվել են Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցում։ Այս տարի լրացել է Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի ամուսնության 6-ամյակը, որը զույգը չի անտեսել, նշելով այն ջերմ միջավայրում։ Արփի Գաբրիելյանը ինստագրամյան հարթակի սթորի բաժնում նաև լուսանկար էր հրապարակել։ Հրապարակմանը կից գրել՝ 6 տարի, սեր ու միասին։ Star News-ը շնորհավորում է զույգին, մաղթելով անսպասեր և երջանկություն։ Առաջարկում ենք դիտել գեղեցիկ օրվանից կադրեր առանց մեկնաբանության։ Сегодня у наших гостей Арпи и Мигран. Добро пожаловать в Клова Клаб! Сегодня годовщина свадьбы. 6 лет Клова. Давайте пошумим и поздравим вместе Ереван! Ինչպես գիտենք, օրերս տեղի ունեցավ տարվա երգ 2025 ամփոփիչ մրցանակաբաշխությունը։ Համալիրի շքեղ բեմում հանդես եկան սիրված արտիստներ, որոնց շարքում էին նաև ամուսիններ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը։ Զույգի ելույթի ժամանակ դահլիճում էր նաև նրանց որդին՝ Ռոբը, ում ուրախությունն անչափ էր, երբ բեմում տեսավ ծնողներին։ Այս անկեղծ ուրախությամբ, հուզմունքով և սիրով լցված հոլովակն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։
Նշենք նաև, որ դերասանուհի և երգչուհի Արփի Գաբրիելյանն Ինստագրամի իր էջում բավականին ակտիվ է։ Այս անգամ նա հարց ու պատասխան էր կազմակերպել։ Հետևորդները հետաքրքրվել են, թե արդյոք նա կպատկերացներ, որ կարող է ամուսնանալ Միհրան Ծառուկյանի հետ։ Անկեղծ ես չեմ պատկերացրել, անգամ մտքովս չէր անցնում։ Բայց կյանքը հետաքրքիր է իր անսպասելի ու սիրուն զարգացումներով, գրել է Արփին։ Հետևորդները նաև հետաքրքրվել են, թե արդյոք զույգը չի ցանկանում երկրորդ երեխա դուստր ունենալ։ Շատ ենք ուզում, պատասխանել է նա հրապարակելով որդու Ռոբերտի և Միհրան Ծառուկյանի հետ լուսանկար։ Նշենք նաև, որ զույգն ամուսնացել է 2019 թվականի դեկտեմբերին, իսկ նրանց որդին լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսին։ Արփի Գաբրիելյանը և Միհրան Ծառուկյանը շարունակում են ակտիվ և բուռն գործունեություն ծավալել։ Վերջերս Արփի Գաբրիելյանն իր մասնակցությունն էր ունեցել նաև հիշաչար երեկո հաղորդմանը։ Հաղորդման շրջանակներում Գրիգ Գևորգյանն այսպես ներկայացրեց Արփիին. իր առաջին քայլերը սկսել է որպես երգչուհի, երբ դեռ 15 տարեկան էր։ «Դո Ռե Մի» մանկապատանեկան մրցույթում արժանացել է 2 մրցանակի։ 2006 թվականին ընդունվել է Թատրոնի և կինոյի ինստիտուտ առանց ծանոթի՝ ի տարբերություն ոմանց։ Ինստագրամում գրանցված է Արփի Գաբրիելա։ Նրան հետևում է 607 000 մարդ, իսկ ինքն Արփին ընդամենը 265 ընտրյալների։ 2019 թվական, նոյեմբերի 17։ Միհրան Ծառուկյանը առաջարկություն է անում Արփիին, երջանկացնելով իրեն ու դժբախտացնելով Միհրանին սիրահարված հարյուրավոր աղջիկների։ Իջել է արդյոք ամուսնանալուց հետո իր հետևորդների քանակը։ Արփի Գաբրիելյանը պատասխանեց. «Իրականում ինձ թվում է հետևորդների քանակը չէր իջնի, բայց վատ մեկնաբանությունների ու վատ նամակների քանակը շատացել է։ Լինում են չէ մեկնաբանություններ, որ դու հասկանում ես այդ մարդուն ոչ մի վատ բան չես արել, բայց մեկնաբանությունը շատ վատն է լինում։ Շատ հաճախ են գրում՝ վայ, էս տղան էտում գնաց առավ, էտում հետ ամուսնացավ։ Ես իրենց պատասխան մեկնաբանություն չեմ գրում, վատը չեմ ցանկանում։ Իրենց պետք է այնքան երջանկություն մաղթես անձնականում և գործնականում, որ ժամանակ չունենան վատ բան գրելու»։ Իսկ վերջում կցանկանայինք ավելացնել նաև այն հարցի պատասխանը, թե որն է եղել իր ամենաէժան գնումը և այդ դեպքի հետ կապված Արփիի հետաքրքիր պատմությունը։ Շատ հետաքրքիր գնում եմ ունեցել իմ կյանքում։ Դա լավ է տպավորվել, հարսանիքի է Ամերիկայում ու այնտեղ հարսանիքների ժամանակ մի այսպիսի հետաքրքիր բան կա։ Հարսնաքույրերը մի քանիսն են և պետք է լինեն նույն շորով։ Ընկերուհիս որոշել էր, որ հագուստների գույնը պետք է լինի լիմոնի դեղին։ Շատ երկար փնտրեցի և գտա $5 մի զգեստ։ Գնեցի, եկա տանը փորձեցի, պարզվեց թափանցիկ էր։ Գտա դերձակի, որը այնպես արեց, որ չթափանցի։ Ասեցի՝ ինչքան պետք է վճարեմ, ասեց $100։ Այդ զգեստի անունը դրեցի $105 զգեստ։